Այս գաղափարները եւ ինստիտուտները ծառայել են մեր ինքնության պահպանմանը եւ պետականության հանգրվանին հասնելուն։ Սակայն պետականություն ունենալուն պես այս նույն գաղափարները, այս նույն կառույցները սկսում են վտանգել եւ թուլացնել պետությունը, քանի որ պետության գոյության պայմաններում այդ գաղափարները եւ կառույցները պարզապես չեն կարող ունենալ նույն նշանակությունը, ասել է թե նույն զորեղությունը։ Խոսենք օրինակներով։ Մեր ժողովուրդը դարեր շարունակ ապրել է օտար տերությունների օրենքով, իսկ իր համայնքի ներսում, իր սեփական ավանդույթներով եւ այս ավանդույթները շատ կարեւոր են եղել մեր ինքնության պահպանության համար։ Եթե օտար տերությունների օրենքները հակասել են մեր ավանդույթներին, ապա այդ տերությունները բռնությամբ են վերաբերվել մեր ավանդույթներին, ոչնչացնելով դրանք կամ ստիպելով ժողովրդին գաղտնի պահել իր ավանդույթները։ Այն պահից ի վեր, ինչ մենք ունենք մեր պետությունը, այժմ մեր իսկ պետության օրենքը երբեմն բախվում է մեր իսկ ավանդույթին։ Եվ մենք պետք է գտնենք հոգատար լուծում ամեն մի նման բախման, ամեն մի նման լարումի համար։ Կոնկրետացնեմ մի շատ անմեղ օրինակով։ Մենք ունենք մատաղ անելու ավանդույթ եւ ունենք սննդային անվտանգության իրավական կառուցակարգեր։ Եթե մի քիչ խտացնեմ եւ արագացնեմ միտքս, ապա ստացվում է հետեւյալը. Եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, ապա օրենքը եւ ավանդույթը պետք է մի լուծում գտնեն միմյանց միջև եւ որպես օրենսդիր մարմին պետք է պնդեն, որ օրենքը եւ իրավունքը պետք է վերջի վերջո գերակայեն եւ ավանդույթը փոխակերպվի, շեշտում եմ, փոխակերպվի, չոչնչանա։ Մեկ այլ օրինակ, որի մասին ցանկանում եմ խոսել, մեր պետության ուրվագիծն է։ Պետության բացակայության պայմաններում իհարկե անհրաժեշտ էր մեր պատմական հայրենիքի բոլոր սահմանները արծարծել որպես հնարավոր ապագա պետության սահմաններ, որովհետև ինչ իմանայիր, ինչ պայմաններում, ինչ հանգամանքներում եւ որ սահմաններում կստեղծվի Հայաստանի Հանրապետությունը։ Հետևաբար պետականության բացակայության պայմաններում մեր երևակայական ապագա պետության սահմանները կարող էին ձգվել մեր պատմական հայրենիքի սահմանների եզրով, Աղվանքից մինչև Կիլիկիա։ Սակայն կոնկրետ տարածք եւ սահմաններ, կոնկրետ քաղաքացիներ ունեցող Հայաստանի Հանրապետության ստեղծումից հետո պնդել, թե պետական քաղաքականություն պիտի լինի քարտեզի վրա լողացող հայրենիքի գաղափարը, հավասարազոր է մերժելուն Հայաստանի Հանրապետությունը։ Սա բնավ չի նշանակում չիմանալ պատմական հայրենիքի սահմանները, կա իհարկե պատմություն եւ ճշմարտություն, բայց կա նաեւ քաղաքականություն եւ աշխարհաքաղաքականություն։ Կան նաև ամբողջական ինստիտուտներ, որոնք մեր պետականության բացակայության պայմաններում գործել են որպես պետության փոխարինողներ, իսկ այ պետության գոյության պայմաններում ոչ մի կերպ չեն ցանկանում համակերպվել մեր ժողովրդի հանրային կյանքում պետական իշխանության մարմինների գերակայության հետ։ Թերևս կգուշակեք, որ պետականության բացակայության պայմաններում մեր ինքնության պահպանման ամենակարևոր ինստիտուտներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, հայ առաքելական եկեղեցին է եղել։ Պետության բացակայության պայմաններում հայ առաքելական եկեղեցին զբաղվել է բառացիորեն ամեն ինչով, լեզու սովորեցնելուց մինչև սոցիալական խնդիրների լուծում, զենքով կռվելուց մինչև հայերիս շահերը աշխարհաքաղաքական հարթակներում ներկայացնելը։ Իմ դատողությամբ Հայաստանի Հանրապետության ստեղծման պահին մեր եկեղեցին ինչ-որ ինքնավերաիմաստավորման փուլ պետք է անցներ։ Եթե շարունակելու էր առնչվել քաղաքական հարցերին, ապա գուցե խոսեր հարկեր վճարելու կարևորությունից եւ նրանից, որ մեր երկրային կյանքում այնուամենայնիվ առաջին ատյանի դատարանից մինչև սահմանադրական դատարան է, որ լուծվում են մեր երկրային վեճերը։ Բայց գուցե ավելի լավ լուծում կլիներ առհասարակ որևէ քաղաքական թեմայից չխոսել եւ խոսել բացառապես հոգեվոր թեմաներից։ Փոխարենը այս Սուրբ Զատիկի առթիվ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղում, որի մեջ կարդում ենք հետեւյալը. Ականատես ենք նաև ցավալի իրավիճակի, թե ինչպես են թշնամանքի ատելության դրսևորումները բաժանարար պատնեշներ դնում աշխարհասփյուր մեր ժողովրդի կյանքում, խարխլում ազգային միաբանությունը։ Ականատես ենք, թե ինչպես են անտեսվում դարերով նվիրագործված ավանդույթները, մեր ինքնության հիմնասյունը հանդիսացող արժեհամակարգը, խաթարվում մեր ժողովրդի ազգային հոգևոր անվտանգությունը։ Սա ամենայն հարգանքով ընդդիմախոսություն է պետությանը, եթե նույնիսկ այդպիսին գիտակցաբար չի մտածվել։ Նախ,
Ինչու երբևէ կոռուպցիան եւ կեղծված ընտրությունները նման տեքստերի թեմաներ չեն հանդիսացել։ Երկրորդ, ազգային միաբանության հասնելու միակ ձևը ազատ եւ արդար ընտրություններն են, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեսնում են, թե ինչ համամասնությամբ են իրենց քաղաքական հայացքները տարածված, իսկ աշխարհասփյուր հայ ժողովուրդը տեսնում եւ տոնում է ազատ եւ ինքնիշխան Հայաստանի ժողովրդի ընտրությունը։ Երրորդ, կաթողիկոսը բողոքում է, որ խաթարվում է մեր ժողովրդի ազգային հոգևոր անվտանգությունը։ Ուզում եմ հասկանալ, ինչ է տեղի ունեցել մեր ժողովրդի ազգային հոգևոր անվտանգության հետ։ Վերջին տարիներին պաս ենք սկսել քիչ պահել նախկինի համեմատ, ավելի քիչ ենք աղոթում։ Կամ անտեսվում են դարերով նվիրագործված ավանդույթները, եթե կրկին խտացնեմ եւ արագացնեմ միտքը, միթե Թուրքին ատելու մեջ է ամփոփված դարերով նվիրագործված մեր ավանդույթը։ Եվ իհարկե այս ելույթը ամբողջական չէր լինի, եթե չխոսեի պետականազուրկ հայ ժողովրդի ամենամեծ պաշտպան հայ հեղափոխական դաշնակցության մասին, կամ ավելի ճիշտ դաշնակցական մտածողության մասին։ Ինչու եմ ասում մտածողություն, որովհետև այնուամենայնիվ պարտադիր չէ լինել դաշնակցության անդամ դաշնակցական մտածողություն ունենալու համար։ Շատ շատերիս դպրոցական կրթությունը մեծամասամբ հենց դաշնակցական կրթություն է, ոչ անունով իհարկե, բայց բովանդակությամբ։ Այլ բան, որ շատերիս կյանքը, մեր ապրված իրականությունը այդ կրթության դեմ է խոսել եւ իր դասերը տվել մեզ։ Հայ հեղափոխական դաշնակցությունը իր սեփական երևակայության մեջ պետությանը զուգահեռ, վերպետական նույնիսկ կառույց է։ Նրանք դա անվանում են համազգային, ասել է թե ոչ միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար, այլ ամբողջ ազգի աշխարհասփյուր հայ ժողովրդի համար։ Սրանից հայ հեղափոխական դաշնակցության որոշ անդամների մոտ առաջանում է զգացողություն, թե իրենք հանուն մոգական ազգայինի կարող են շրջանցել սահմանադրությունը եւ ինչ որ բյուրոյում կամ խորհրդում առանց ժողովրդի քվեարկության կայացնել որոշումներ աշխարհասփյուր հայ ժողովրդի անունից, որի միայն մի մասն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Նրանք պնդում են, թե իշխանությունների մեր դեմ են պայքարում, ոչ թե պետության։ Բայց շատ հաճախ երևի թե իրենց համար էլ աննկատ հենց պետության դեմ են պայքարում։ Սրա մեծագույն խորհրդանշական ապացույցը այն է, որ ՀՅԴ անդամները Հայաստանի Հանրապետության падգամավոր ընտրվելիս տվեցին ոչ թե Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորի ելույթը, այլ իրենց կուսակցական երդումը։ Երբ դաշնակցական падգամավորը այս ամբիոնից պարբերաբար բացականչում է, հաճախ լսած կլինեք, հավերժական Հայաստան լինելու է, ինչ որ ապագայի եղանակով, այդ բացականչության տակ թաքնված է այս Հայաստանի նկատմամբ վերաբերմունք։ Դրա տակ կարելի է կարդալ, որ այս հանրապետությունը մենք չպետք է համարենք այն, ինչ դարերով երազել ենք։